Հայրասորքի հետ կապված գործի շրջանակում ուղղակի հիմա հարցաքննություն էր, քննչական գործողություն էր այդ Գեղարդի վնասվածքին եւ դրա մյուս պատմամշակութային արժեքների կորստին վերաբերող վերիրանքները, որ արդեն բազմաթիվ անգամ լրատվամիջոցներով շրջանառվել են եւ այս դեպքը իրականում, այսպես ասած, արթնացավ, որովհետեւ սկսվեց նոր արշավ, այսպես ասած, նոր պրեսինգ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների կողմից, ինչ որ գեներացված, մոնտաժված տեսանյութեր էին շրջանառվում եւ ըստ երևույթին դրա հետ կապված ավելի ակտիվացավ հարցադրումներ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 2018 թվականին, դրա շուրջ քննություն է ընթանում առ այսօր եւ կան էլի ինչ որ դրվագներ, որոնք միացվել են, ամբողջը հերյուրանքի վրա է Դրվագները էլի նմուշներ կան, որոնց նմուշների է վերաբերում, դրանք այն ինֆորմացիան են, որ նախաքննական գաղտնիքով որևէ կերպ սահմանափակված չի կարող լինել, որտեղ բազմաթիվ անգամներ սոցիալական հարթակներում լրատվամիջոցների փոխանցմամբ ներկայացվել է, որ իբր թե մայր աթոռից ինչ որ պատմամշակութային արժեքների կորուստներ, այնտեղ բաներ էին իրեր, որոնց մասին էլի պարբերաբար Աստվածաշունչ, որը որ 16-րդ դարի, որը որ գոյություն չունի, որովհետև 16-րդ դարում մենք տպագիր Աստվածաշունչ չենք ունեցել։ Ինչի մասին է խոսքը հայրասորքի Նայեք, ես ասեմ, էլի, հայրասորքի խոսքի հետ կապված ավելի լավ է ես կարճ ասեմ, որպեսզի մենք այդքան երկար ժամանակ չսպառենք։ Բացի Գեղարդի դրվագից կա նաև Աստվածաշնչին, վերաբերող կորստին, եւ փոփոխությանը վերաբերող ու դրա մասին մենք բազմաթիվ անգամ սոցիալական ցանցերում այդ հերյուրանքներին հանդիպել ենք։ Սա նորություն չէ, նոր գործ չէ, նոր, այսպես ասած, քննության հետաքրքրող նոր հանգամանքներ չեն, պարզապես այդ մարազմը, որ նորից դրվել է շրջապտույտի մեջ, որոշակի պաշտոնատար անձանց կողմից եւ գեներացվում է տեսանյութերի միջոցով, չգիտեմ տեսել եք թե չէ, այդ տեսանյութերը, հարգելի լրագրողներ, այդ տեսանյութերի մեջ ուրեմն մատնանշվող, հանգամանքները քննչական կոմիտեի կողմից ստուգման ենթակա են բնականաբար։ Որ 18-ից գործը հարուցվել է, բայց հիմա ակտիվացել է քննության ընթացքը կապված է կարճված չի եղել, ճիշտ ասած, ես այդ հանգամանքները այդքանով մեզ չհետաքրքրեց, որտեղ հայրասորքը սպայն վկայի կարգավիճակում է եւ իրեն ինչ հարցեր հնչեցին, ինքը այդ հարցերին պատասխանեց եւ գործի վարույթի հետ կապված իհարկե մենք ամբողջական տեղեկատվություն չեք կարող։ Չէ, կասկածանքի շուրջ չի եղել, լրիվ վկայի դատավարական կարգավիճակից քննվող